Բայց այս շենքը ինչ հետաքրքիր է, տարբեր գույների լրիվ, հլա նայիր։ Հա, ռեմոնտ արած չի ուղղակի, ոչ մի հետաքրքիր բան չկա։ Գիծա, երեքն էլ տարբեր են, տես, ուռը բաները։ Գիտես ինչի, այս առաջի հարկը տուֆը մաքրել են, երկրորդ հարկը որ մաքրեն, երևի նույն գույնի տուֆ կդառնա, հաստատ։ Իսկ երրորդը ինչ է, երրորդը բանն է։ Հա, երրորդը սվաղած է։ Երրորդը ինձ թվում է հետո նաստրոյկա են արել ոնց որ թե, որտեվ ստե կարնիս կա նայ ահագին։ Հա, հենա են վերևն էլ էլի։ Չէ, նու վերևը պարզ է, են սապսեմ Սուպուս էլի մի բնակարան։ խնդի նաստրոյկա է։ Լավ տեղ է, այս մեքենաները անես։ Տես այդ պադիեզդը ինչ գեղեցիկ է այդ բանը։ Հա։ Ձևը։ Դալանատի։ Այս էր հերվից ինձ ինչ-որ կատու հիշացրեց, բայց չէ։ Չէ, այս երաժշտական ինստրումենտ է։ Դե արդեն մոտիկից երևում է, հա։ Հա, դաշնամուր է, Անայդ։ Հետո վելանչելը։ Հա, այս վելանչելը։ Վելանչելը ոնց է, թավ ջութակ։ Այս է երաժշտական դպրոցը, երաժշտական դպրոցականները։ Ու այսենց մուտք են սարքեն, նայեք։ Սա չկար, չէ՞, սա պատճառ։ Չէ, սա նոր են սարքել։ Մուտքը։ Այս էլ Պյոտր Իլիչը, հա։ Այս էլ Պյոտր Իլիչը։ Ու ընդեղ ներքևը իր խոսքերն է երևի գրած։ Մոտենանք կարդանք։ Ակին վատ է երևում, բայց փորձեմ կարդալ։ Ես ամբողջ հոգով կցանկանայի, որ այն տարածում գտներ լայն տարածում գտներ իմ երաժշտությունը եւ լավա, ինչ է գրած։ Լավելանար եւ ավելանար նրանով սփոփվող ու նրան ապավինող երկրպագուների թիվը։ Հա, ես հասկացար ինչի մասին է գրել։ Իր երաժշտության։ Չէ, Անետ, իմ կանալի մասին է գրել։ Լավ կողմ որոշվեցիր, հա։ Էս է շոֆերների խանութը շենքը։ Ջայինները շոֆերների խանութ չեն ճանաչում, այդ մեր մանկության ժամանակները նաև։ Հա, դե շանկապանուն էր։ Հետաքրքիր է խերտ են կոչվում։ Երևի շոֆերներին պայոկ է, ինչ է ստե տալի պատերազմի վաղտ։ Չգիտեմ։ Պատերազմի վաղտ մենք չենք եղել, հələ առնա։ Չենք եղել, բայց մենք ծնվեցինք անունը կար արդեն։ Նախ մի հատ շատ լավ խոտ է, հետո ստեղ Անահիտը ենթադրեց, որ մուսան է։ Երաժշտության մուսան։ Այս էլ ծխախոտի։ Փչացրեց տեսքը այս ծխախոտի գրպակը։ Ահա։ Հիմա խոց է, այս հայլի է, հա երևի այս կլորը։ Որը։ Այս կլորը։ Ընդեղ այն կողմնայողը։ Տոտո գեյմինգը ուրեմն չի փչացնում փողոցս։ Խեղճ ծխախոտի բանն է փչացնում։ Այս մուսան, այս որտեղից մենք եկանք։ Այս շոֆերների խանութը ու դեպի Պրոսպեկտ։ Են կռիշին են ինչեր են սարքել։ Այ աստված իմ։ Խայտարակ է, էլի, խայտարակություն է։ Ոնց է բասեինի, վիշկա լինի, ինչ լինի։ Ով եկավ ուզեց կենտրոնում իրան մի հատ հաստատի։ Այդ բնական չի։ Ես ամեհատ ցույց տամ ես մայթը գնալու ենք ընդեղ գեղեցկության կենտրոն եւ այլն։ Գնանք այն մայթ, որ ես շինարարությունը լավ էր եւ այստեղ Պուշկինն է, հասկացանք, չէ՞։ Իմիջալից ստեղ էլ է նկատվես, ահագին տուրիստներ են գնում գալի այս փողոցի վրա։ Հա, ես էլ Բայց ինչի հետ է կապված։
Դե կենտրոնը համեմատաբար, հետո ինձ թվում է այստեղ հոստելներ բաներ կան։ Փարփեցի վրա։ Հա, հետո հեռվում ոչ շատ հեռու է Զային Պողոտանը։ Հա։ Այստեղ շինարարությունը սենց։ Բայց խայտարակ շենքով։ Ինչով է խայտարակ։ Չգիտեմ, այս նեղ փողոցի վրա է շենքը, ո՞նց է նայ։ Հա։ Հայտարարության սահմանը արդեն անցել ենք էլ ուշ է։ Այո, եւ անճաշակության սահմանն են լրիվ անցել։ Բայց Կարինեն ճիշտ էր գրեց, կենտրոնը ծակվելու է այնքան։ Ես էլ էպիկուր։ Սենց բան է։ Կաֆե է։ Կաֆե է, մեջը գրած է Feel free։ Այս մեկը հիմա կոչվում է Թաթևոսյան ատելյե։ Բայց սա այնց մեծ ատելյե էր, ես հիշում եմ, ամբողջ շենքի ներքևը այդ ատելյեն է։ Հա, ծերից ծեր էր, հեսա։ Պարոն Թաթևոսյանը ասում է ծերից ծեր էինք մենք։ Մի խոսքով Հայաստանի նման էլի, մի վաղ ծովից ծով էինք, չէ։ Մնաց մի բուր։ Հեսա, հիմա այսքան է Թաթևոսյան ատելյեն։ Հեսա սենց։ Հին մեքենա, բանը, սեղանները։ Ծերից ծերի կարել եմ։ փոխարեն։ Մի քանի շուր կարել եմ այստեղ։ Ռոզայի մոտ։ Երկրորդ սեղանը Ռոզայի սեղանը։ Չէ։ Սաղ հիշեցին։ Հատեղից էր որ։ Ռոզայի սեղանը։ Ռոբերտը եղերով Ղարաբաղցի։ Չեմ հիշում, չէ։ Հա, ձևարա Ռոզայնո է կունեցել, ես կաղա է ձևարա Ռոզայնո դեք։ Չէ, կարող էր։ Ինքը կարող է։ Ես գնամ, դուք զրուցեք, շնորհակալություն, ստեսություն։ Սենտինա է, մեկելը Հա, ես երկար խոսակցություն է։ Ընդհանուր ծանոթներով ես էլի գեղեցկության սրահ, հա։ Բայց անկեղծ ասած ես չի հիշում այդ ծերից ծեր։ Հա, սենց մասնատեցին, հա, փաստորեն ատելյեն։ Դե ատելյեները Անահիտը լավ գիտեր։ Ես էլ Շվարցկոպ։ Շվարցկոպ պրոֆեսոր։ Это если нам Կոսմետический ֆիրմա է, Շվարցկոպը, գերմանական։ Բայց տենց լրիվ, հա, այս շենքի երկայնությամբ էր։ Դե տես։ Ես այդքան չի հիշում։ Երևի գնել են, ես մասը։ Դա դե պարզ է, մասնատել են։ Այս կողմն էլ սենց է տեսարանը, ընդեղ խորքեր են, բարձրահարկ շենքերի։ Դա ինչ հետաքրքիր է, հենց ծառը մնացել է շինարարության մեջ։ Լնայեք։ Ինչ-որ դուրեկան բան կա, չէ՞ դրա մեջ։ Էս է, ներքևի մասը սենց նորից սարքում են բալկոնների ջահերը։ Ու այնտեղ էլ որ բաց է, այդտեղ էր աֆրիկյանների տունը։ Այդտեղ էլ է սերևույթին ինչ-որ բարձրահարկ կլնելու։ Բայց ես չեմ հիշում, գիտես էլ տունը, ինչով էր ինքը տենց հիշվող, տարբերվում է։ Նրանով, որ ժողովրդի սիրտը արդեն լցվեց այդ տան վրա շատ ջղայնացան։ Ես էլ բալկոնը, սրա հաջորդից է Ստամբուլցյանը։ Ընգել։ Վայրեջք կտալենայի անայդ, ես այդ անցքը, այդ բալկոնի։ Ու ես են վաղտ, որ նկարում է, ես պակրիշկեքը մի քիչ ենկոմ էր դրած։ Ասում եմ, ես պակրիշկեքը տենաս խիա դրած, մեկը գիտես ինչ էր գերը, որ Ստամբուլցյանը էլի ինգնի, պապուկ ընգնի։ Պապուկ պրիզմլինիա, մի մտքով էլ անցով։ Արմեն, բայց էստեղ, ինստիտուտ էլի յազիկա էր, ինչ էր, հիշում ես։ Չէ, չեմ Բա հիշում։ ինչ էր։ Չեմ հիշում։ Դեստեղ հիշում եք։ Բայց ինչ էր թողել։ Այս տանը ապրել է Սարդարապատի ճակատամարտի հերոս գեներալ Մովսես Սիլիկյան։ Հա։ Այն Սիլիկյան թաղամասել կա, հիշում ես։ Սիլիկյանների շենք դիմացի։ Հա, Սիլիկյանի շենք են ասում ես շենքին։
Ինչ-որ ցուցանակը հանել են, բան։ Հա, եթե չխանգարեք։ Ցուցանակը հանել են Հայաստանի ազգային կինոկենտրոն, բայց այս լավ աղջիկը ասաց, որ հիմա տեղափոխվել են Հայ ֆիլմ։ Ու շենքը հիմա դատարկ է, հա, փաստորեն։ Այս անայք առաստաղին սենց բանա մնաց է։ Հա, բայց շենքը հիմա լրի դատարկ է։ Չէ։ Դա ինչ է։ Մարդիկ են ապրում, վարձով են տալի։ Այստեղ հանդիպում հարցերից։ Վարձով են տալի ինչ-որ, հա, տարբեր ֆիրմաների, հա, անհայտ։ Օֆիսային տարածքներ։ Օֆիսային տարածքներ են։ Օֆիսային տարածքներ։ Հա, ստեղ էլ աղբային տարածքներ են։ Ու սենց, այս բարձրահարկերի բակերը ու շարժվենք դեպի արդեն հյուսիսայինի լավ ինչ է, Անահիտը հաստատ կարա նստի։ Հոգնել ես Անահիտ ջան։ Դե սենց կանգնած այով չի հոգնի անընդհատ կանգնած։ Քայլելուց չէ, բայց սենց անշարժ կանգնելուց հոգնում է։ Գնացինք։ Այս Երևանի զինանիշն է, որ չգիտի։ Ու ավելի բարեկարգ Երևան։ Իսկ այստեղ գարդինով խանութ է մի պահ, մի քանի տարի։ Ճիշտ է։ Հիմա դարձրել են Արիզոնա, սրճարան եւ Արիզոնա չի, 4 սեզոնա։ Ահա, 4 սեզոն։ Ես էլ հայրեն կա։ Դե 4-ը այ նման է 4-ը։ 4-ը նման է այն, ոչինչ։ Հեսա թխվածքներ են։ Մի խոսքով երևի պաղպաղակ էլ կա, ստացվում է 4 սեզոն, էլի։ Բայց մարդ չկա ինչ-որ կասկածելի։ Հեն շենքի տակ Արարատ բանկն է, չէ, Արշին բանկ կներեք, Արարատը անցանք ոնց որ, չէ, Արարատը մյուս շենքն է, հեն սպիտակն է, սպիտակավունը։ Երկու հատ է մեր տեղը։ Չէ լուրջ, որտև են էլ է, հեն տրավերցինին է, Արարատ բանկն է։ Այդա, ու արդեն հենց ուղիղ հյուսիսայինի վրա։ Հա, ես հասանք Տերյան, հենց ստորգետնյա գարաժա մտնում են մեքենան, Այս 4 սեզոնի ժողովուրդը դուրս է եկե։ Տերյանով գնանք, թե մի անգամից ստեղից հյուսիսային դուրս գանք։ Հոգնածությունդ ոնց է։ Չէ, արի դուրս գանք հյուսիսային։ Ուրեմն ստեղից մի անգամից դուրս գանք հյուսիսային։ Ես մի պահ Տերյանը դեպի ներքև ցույց տամ, դեպի առաջվա կինոստուդիա Հայ ֆիլմ։ Դեպի Արամի փողոց հիմիկվա։ Ես էլ արմատուրաները դրել են ինչ-որ դանդաղ են, չէ՞, ես մի շենք անում։ Ես Արարատ բանկը, մի հատը, կհետևենք հեսա։ Ես էլ են սրճարանն տխուր անունով, Տիցիան։ Բայց հիմա փոխել են, տես ինչ են գրել, Ումբերտո Բիլանցիոնի։ Չէ, այդ ուրիշ բան է, սրճարան հետ կապ չունի։ Ես ունի, ռեկլամա է ինչ-որ։ 1953 թվից բաց։ Չէ, այդ կապ չունի։ Ես այդ Տիցիանը։ Ինչ լավ շունիկը։ Հա, ես է են շունը։ Ես ոնց հա կոչվում ես շունը։ Մորացել եք, շպից, հա, շպիցը։ Լավ են, Մոսկայի պես հաչմա, չէ։ Ահա։ Ինչքան փոքր են, այնքան շատ են հաչում։ Այս Տիցիանը լուրջ տեղ է, ինչ մեծ տարածք։ խորքեր ունի։ Ես գիտեմ փոքր սրճարանը։ Պաստիցերիա եւ շոկոլադտե։ Հա, դե բարոյն հարց չկա, Տիցիանը կպարծեներ։